Սակոն լրության վարպետը Սարգիս Մահսերեջյանի մահվան 40-ին արիտով ընկեր Արմեն Աբդալյանի գրիչով Հուլիս 1989 Օրմա առաջնակամլալով ոտ կողեցի աստագի հարգեններս Խմպակրադունը գտնվեր Շահզոյան մշակութային գետրոնի գիսահարգին մեջ որ առաջին հարգեն գես հարկ վար գտնվող դարածք մներ Ներգացա լուրերու խմպակիրներու սենյակը ուր գողկողքի շարված էին քրասեղաններ, որոնց ետին ծանոթ թեմքեր նստած կգրեին։ Զույգ շարքին դիմաց առանցին քրասեղանը ետին նստած գիսաջողատ, սև շրջանագով ագնոցով մարդը զոր բարևեցի։ Նստեսավ, շատ լագոնական եւ հարցուց անունս եւ մականունս։ Ըսի եւ ավելցուցի որ ուզեմ գիշերային գործը աշխատիլ աստագի հարկին տակ։ Հարց տվավ, հայրեն գիտես, պատասխանեցի, որ քիչ մը գիտեմ, գործենք պատասխանեց և ցույց տվավ տապուր սեղաննա, նստե և սալտ լպնենի լուրերը 15 վարգյան են գսկսին, հետև է և քանի մը լուր կու հայեցողությամբ հայրենի թարգման է, ըսավ և դուրս ելավ սենյակեն, առաջին դվավորությունս տրական չէր, սակայն այդ ժամանակ չէի գիտեր, որ հետս խոսողը աստագի պատասխանատու խմպակիր, բոլորին սիրելի, լրակրության համեստ հրամանատար, սև գործի անզուգական անձնավորություն Սակո Մահսերեջյանն էր։ Դարիներու ընթացքին աստագի հարգեն ներս աշխատանքից բնույթը հաջող փոխվեցավ։ Քանի մը դարի լիբանանյան լուրերուն սյունատներում մեծ Սակոյին անմիջական հսկողության տակ մարզվել է ետք, անցաներկին էջերու խմպակրագազմի շարքերը։ Այդ օրերուն աստակ բաժանորդակրված էր Reuters լրադու գործակալության եւ ամեն օր հոդվածի վերածվելու հարմար անյութեր ունեցող երկար դեղեկագրեր կստանայինք դարբեր նյութերու շուրջ քաղաքականներ մինչև մշակութային ու մարզականը բավական հարուստ ընտրանի մգունենայինք եւ ամեն առավոտ երբ խմպակրադուն երթայի եւ ներքին էջերու խմպակրական սենյակ մտնեի քրասեղանիս վրա գտնեի Reuters-ի մեկ դեղեկագիրը զոր պետք է թարգմանեի Աջախ նույն նյութին շուրջ քանի մը դեղեկագիրներու դրցակ մտրված կլար այս բարակային պետք է թարգմանեի եւ խմպակրեի զանոնք մեկ ամբողջական հոդվածի մը վերածելու համար Այս տարիներուն Սակոն մեծ համբերությամբ եւ սիրով մեզի քանի մը հոգի մենք մեզի քանի մը հոգի էին կսեսորվեցուց թե ինչպես կարելի է մեկ հոդված ստեղծել քանի մը դեղեկագիր իրարու միացնելով Ասիգա խմպակրական աշխատակ կենթադրեր եւ պետք էր լալ համբերադար հմդորեն աշխատանքը գլուխանելու համար Ամեն օր գեսորե յետ Սակոն զիսկը նստեցներ թիմացի եւ գբացադեր թե թարգմանության ընթացքին հայերեն լեզվամտածողությամբ ինչպես կարելի է անգլերենը հայերենի վերածել որ բաժինը առնել եւ որ բաժինը զանց առնել Մուտքը եւ վերջապանը ինչպես կրել ինչու այդ բաժիններուն վրա հadoop ուշադրություն դարձնել Խմպակրական աշխատանքի բոլոր գաղտնիքները մեզի գսորվեցներ, որ ամեն օր առանց թշկոհելու մեզ ժամերով գարներ իր թիմացը ու գբացադրեր Այդ ժամանակ չէին անդրադառնալ, որ լրակրության ծրի դասընթացներ որ գդրվեր մեզի։ Տարիներու ընթացքին ցետբերված հմդությունը բոլորս անխդիր գբարդինք Սակոյին։ Առանց որուն համբերության վստահ եմ, որ մեր խումբը հմդություն եւ գիտելիք ծեր պիտի չցկեր Հրաչ Վարժաբեդյանին հետ նշանակվեցա քաղաքական էջերու պատասխանատու խմպակրի պաշտոնին Սակոն շարունակեց առաջին ամիսը ամեն օր օժանդակել որովհետեւ սխալներ չարցանակրենք Դվյալ լուրին մասին բազմագողմանի գիտելիք հավաքելու ինչպես նաև դեղեցությունները գլխավոր լուրին առնչելու խմպակրական աշխատանքի գաղտնիքներուն դիրաբեդեցինք առաջնորդ եւ ուսուցիչ ունենալով Սակոն Հաբա հոդվածակրությունը
ասիկա ուրիշ մարզմներ, ուր Երևան գուկար սկսմուկներու եւ գիտելիքներու անսպար աղբյուր մի եղող Սակոն։ Ասելիքդ ասե, խուսապետ, արծարծիկ եւ խրտին ասելացև է։ Ընթերցողը խաղալիքդ չէ։ Գսկուշացներ ան եւ անմիջապես կնշեր հոդվածին դվյալ բաժին համար իր դարբերակը։ Արագ, հանգիստ եւ վարպետորեն։ Վարպետ Սակոն, որ մեր բոլորին ավակ եղբայրն էր, սրամիտ, համբերադար, անզիջող եւ սիրելի։ Անզիջող էր, երբ խնդիրը սկզբունքներու գվերապերեր։ Գարելի չէ ընթերցողը անդեսել եւ բարձրուկներու վրա թրջիլ անհասկանալի բառեր գրելով։ Ըսավ օրը ինձի, երբ աստակ բացարիգին համար հայկական հարսանիք խորակրյալ աշխատասիրությունը սկարտած։ Եվ ըսավ, մուտքը լավ է։ Գլխավոր բաժնի մեջ խարխափումներ եւ գրկնություններ կան։ Մակրեզանոնք։ Ըսա ու շփտաց։ Միշտ ժբիդը ամբագասեր տեմքին։ Մանավանդ երբ սրբակրության տիդողություն մագներ։ Չլա հանգարց ներվեինք։ Մենք ալվարժված էինք իր դեղին տիդողություններուն եւ չէինք ներվեր։ Սակո Մահսերեջյան լրակրության դբրոցն էր։ Անոր հետևողականությունը եւ քրելու ոճը հույս կներ շնչեր։ Չեմ գիտեր, եթե հաջողությամբ ավարտած եմ այդ դբրոցը։ Սակայն հբարդ եմ, որ երկար տարիներ աշխատած եւ գործակցած եմ Սակոյին հետ։ 35 տարիներու հանգրվան մնե որ կտրած եմ։ Սակոն այդ հանգրվանին սկզբնական 15 տարիներուն գողքիս էր, ինչպես գողքին էր բոլորին։ Ասոր համարալ հբարդ եմ։ Լավագույն տղերքը հեռանում են օտարապերում բախտ որոնում սիրելի կանայք թողնում գնում են ուրիշների մեջ են մեզ փնտրում ամենալավ երգը լռությունն է երկու զույգ աչքեր մթության մեջ իսկ սարսափելին հիշողությունն է որ հետո թերթում ես էջառեջ ու փչում է քամի նայության ու ջնջում ամեն ինչ ու պոկում է անցյալը ու ներկան իմ կյանքի էջերից ես գիտեմ ինչ բան է ժամանակը ամեն ինչ հոսում է փոփոխվում կյանքի ուղեգրով շարժվող գնացքը վերջին կանգարին է մոտենում ես այս աշխարհի խենթ սիրահարն եմ ունեմ ընկերներ ինձնից խելար բոլորի համար ես աղոթում եմ ու երգում երգեր նրանց համար ես երգում եմ երգեր այն ժամանակ երբ արևն է իջնում երբ մնում եմ ազատ ու միայնակ իմ սարքած զնդանում ես ունեմ թաքուն իմ երջանկությունը թող նախանձ մարդիկ աչքով չտան Հաջորդ ընթերցումը սիրելիներ կգոչվի Փունջ մծաղիկ Սակո Մահսերեջյանի հիշադակին Քնար Կորտոշյանի գրիչով Պայլուս Սակո, ինչպես ես, լավ եմ, դոկտոր ես որ գարցնես Սակո գլուխս կծավի, իշալլա գդրի, ծավին գակնարգեր Սակո ալ խելքս պիտ տրցնեմ, լավ նշան է, չեղած բանը չէիր գրնոր տրցնել Հեղինակը անշուշտ ինչ-որ գընթերցեմ հիմա սիրելիներ, այս հարցումներուն, բադասխաններուն ով է մեր Սակոն, Սակո Մահսերեջյանը, որուն հետ կսե հոտվածակիրը շուրջ 20 տարի ամենօրյա հաց բաժնած եմ, մտահոգություններ գիսած,
աշխատակցած լոկ աշխատագիցներու սահմանում են շատ ավելին սրդագից ընկերոջը եւ բարեկամի անգերց շիդակ ու սրտված գործակցությամբ։ Բոլորս մեր աշխատանքային ասպարեզին թե կյանքի ուղին մեջ կհանդիպենք մարդոց, որոնք հաջող գլեցնեն մեր առօրյան ու իրենց բաժինը գբերեն կյանքի հոլովույթին։ Ոմանք կսահին եւ գանցնին անգախ իրենց գործունեությունն կամ քեզի հետ ունեցած ժամանակաշրջանեն։ Եթե ոմանք ալ հadouk բաժին մը գլեցնեն կյանքիդ մեջ որոշ ժամանակը, լավ կամ ոչ հիշադակով մը հարստացնելով կյանքիդ էջերը եւ գմորցվին, երբ դարբեր ուղիներով կյանքը գտանի մեզ։ Կան նաեւ անհատներ, որոնք գերբարանավորեն մեր կյանքին ընթացքը, թեև գրնան դվյալ շրջանին սովորական տվիլ, բայց երբ հերանան, չեն հերանար, այլ գաբրին իրենց մեծ գործերով, խոսքերով եւ կյանքի բերած դրական շինիչ ներդրումներով ու հիշադակներով։ Սակայն իմ եւ ինձի ցանոթ մեծաթիվ անհատներու կողմէ վստահաբար կպատկաներ վերջին խումբին։ Անոր այդ առաջին հանդիպումս եղած էր հայ քիր քրախանութի մեջ, երբ երկու մանչուկներուց ցերկեն բռնած կայցելեի քրախանութը իրենց դարիքին հարմար հայերեն քիրքեր կնելու։ Այդ շրջանին Լոս Անջելեսի մեջ սակոն նորեկ կհամարվեր։ Անհեղինակներ շատ մտասական քրողներու, գարկմկորձերու, իր կողմէ գադարված մշակումներու, մանկաբադանեգան, բազմադասնյակ թադերական եւ վիբական գործերու, միշտ նպատակ ունենալով մեր մեծերու գործերը եւ մեր քիրն ու լեզուն մաչելի դարձնել մեր մատղաշ սերունդին։ Անարդուն բահակներ մեր լեզվին եւ մշակույթի անվտանգ պահպանման։ Հայքիր այցելություններս արիտ հանդիսացան, որ ընկերապան, մանգասեր, տաստիարակ եւ զննող հոգեպան Սակոն շուտով դառնա դղոցը սիրելի ամմո Սակոն, իսկ անոր մանկավարժական բաճաճեցումներով քրքույկները անոնց քունի ժամերու ընկերները։ Ավելի ուշ 1998-ի ավարտին օրը Սակոն իր պիկապ փոքր փոխադրագարկով ժամանեց ազգային առաջնորդարան։ Առաջնորդարանը այդ օրերուն գործեր Հոլիվուդի Ռասել փողոցին վրա գտնվող երկհարգանի դուն գրասենյակի մեջ։ Սկզբնական շրջանին մասնագի ժամերու թրությամբ ստանցեց Տիվանաբեդի Բաշտոնը։ Իզարմանս անձնագազմին, որ քաչադեղյակ անոր մամլո ասպարեզի մեջ անցյալի փայլուն գործունեության, այս աշխատանքով զինք պիտի դեսներ գրոնական առաքելությամբ հաստատության մեջ։ Այս մասին անգադագով գանտրատարնար նշելով Սեր Արփին իր գնոջ հոր օրինագին գհետևիմ անալ պերիոդեմի Տիվանաբեդ եղած է։ Յուրահատուկ ազնվությամբ գործագից եւ ընկեր Սակոն։ Շնորհիվ իր թյուրահաղորդ բարի նկարակիրին, ծառայասեր ոգին, համեստ եւ զվարթախոս բնավորության, հաջորդող տարիները եկան արմատացնելու մեր բոլորին հետ իր կապը։ Ոչ միայն իբրև գործագիցներու, այլև իբրև ընտանիքի անդամի եւ եղբոր։ Օրեօր դարձանք մդերիմ սրտագիցներ, մինչև առողջական պատճառներով անոր գործը դատվիլա։ Ամենօրյա մեր զրույցները կհամեմվեին հայրենիքի եւ քաղաքի հարցերու շուրջ վերլուծություններով, բացմունքենեն դրվագներով, ազդագի օրերու հուշերով։ Պետք է շեշտել, որ ազդագը իր դխուր թե ուրախ սովորական թե հadouk օրերով իր մեջ կմնար դիրական։ Ազդագի մեջ անցուցած իր օրերուն մասին, հատկապես Լիբանանի պատերազմի օրերուն, մոխրակույն դրամատրությամբ, սակայն հբարդալի ոգևորությամբ կպատմեր։ Ազդագի աշխատանքային միջավայրը Սակոին արվեստագետի վրձինով եւ մանրամասն ներկայացումով քույն գարներ ու գվերաթարնար աչքերուս թեմ եւ գտեսնեի Սակոն Իրանը առաջ հագած արտորանքով գկալեր կամ վերջին վարգյանի լուրերը ստանալու համար անտենայով ռադիոն ագանչը գմոդեցներ քլուխը քերելով եւ աչքերը փակ կհետեվեր որ կետրորացումը սրի ու չլատե մանրամասնությունը փախչի ագանչեն ծախնդիր էր ոչ միայն լուրերը ճշտությամբ այլև ազդագը առաջին լրադուն բահելու իր անզիջող գործելակերպի մեջ Կբատներ, որ օգոստոս 1990-ի սկիզբը, երբ աշխարհակահաղական դաշտը վսպասեր որևէ վարգյան Իրաքի Քուեթ ներխուժումին,
Նախորեին ինք ու ժամերուն առանցին աստագի մեջ լսած էր լուրը եւ իր գործագիցները գես գիշերեն իդ գործի կանչած թերթին առաջին էջին ծավալումը փոխելդված այդալիին գաբարային դարաշարերով եւ հաջորդ օրը թերթը դված հաստուցած խաղութին այդ տարածաշրջանի մեջ ազդակը բահելով առաջին լուր տվողը Իբանանի պատերազմի ցանր օրերուն շատ դժվար պայմաններում մեջ շատ հաջող կյանքը վտանգելու քնով Սակոն ամենայն հանցնառությամբ Բեյրութի արևմտյան եւ արևելյան շրջաններու միջև ամենօրյա երթևեք կգադարեր անցարկելներու հսկիչ ոստիկաններուն Սահաֆի լրակրող նշող վիզեն գախված պիտակացույց տալով կանցներ անոնք այլևս կճանչնային զինք Երաժշտության հանդեպ եւս սերուն էր Սակոն մեր ճաշի ժամերը գսեհոտվածակիրը հաջող նաեւ գլեցվեին հայերեն երկիմը բարերով որոնց բարերու հեղինակը երաժշտությունը հորինողը եւ երկի ծնունդին բարակաները գիդեր ու գփոխանցեր միշտ մնալով էյությամբ ուսուցիչ դասյարակի քաղցրապարո եւ հաջելի անձնավորություն մլալու դիպարի մեջ իր մանդոլին նվագելու մասին խապուսիկ կպատասխաներ բաներ մգնեմ Պատկերասպելի Երևանյան երաժշտական ծրագիրներուն հաջողով գեդեվեր հատկապես երկերկոցին Երբ հրաբարակագիր Սակոն մնայուն ներկայություն էր հայ իրականության մեջ անեղավ արդարամիտ ճշմարտախոս եւ հանդուկն սյունագակիր մեր մամուլի էջերու մեջ եւ չընտարգվեցավ հատվածական շահերում Անհամբեր վսպասեինք իր հոտվածներու որոնք նախապես կանթատարնար մեզի թեպքին կամ նյութին մասին իր վերլուծությունը մասնագիորեն բաժնելով մեզի հետ նշելով երեք գիշեր ու շադեն ամբողջացուցի ու ղրգեցի մամուլին երբ լույս տեսնե գարտացեք որ խոսենք մանգամ մփարությամբ կուրախանար երբ իր հոտվածներու հրաբարագումեն յետ հերացայներ կստանար այդ հոտվածի մասին ինչպես նաև երբ քիրք մտեսներ մեր ցերքին եթե ուզեք ժամանակ կգտնեք կսեր իր գրասեղանին միշտ քիրք կար կարտալու սրբակրելու կամ քիրքին ներածականը գրելու համար վերջինի բարակային այնքան արագ կգարտար եւ կվերջացնել դվյար քիրքը եւ նույն արագությամբ կգրեր հեղինակին նամակը կամ քիրքին վերլուծումը քիրքը իր ավանդական ծևին մեջ ընթերցելու հավատավոր ավանդաբահներն էր ու մնաց Սակոն Քիշեմ համաճարակի դարիներուն հանուն համասկայնի շրջանային վարչության ենթարկվելով այդ օրերու իրավիճակի թելադրած հարգատրանքին Արցանց հայերենի եւ հայ քրագանության նախապատրաստական դասընթացը պիտի կազմակերպեինք նկատի ունենալով ներառյալ հայկական վարժարաններու այն երիտասարդ ուսուցիչ ուսուցչուհիները որոնք պիտի փապակեին հայերենին ավելի դիրապետել Նախտի մեծի Սակոին ծրագիրը միասնապար մշակելու եւ օգտվելու անոր դաստիարակ ուսուցիչի փորձառութենը Ուրախացավ Խաղապարին պատճառով սակայն անավելցուսելով անհարազատ կլա քնար ես չեմ հավատար արցանց դասավանդումի այլապես օգտակար կլամ Փարինփունի մաստով Սակոն էր նաև հանցնարու մտավորական ազգային խաղապարական կորձիչ անզիջող հայրենասեր որոնց կյանքի բոլոր տաշտերում մեջ անտավանեցավ իբրև հայ մարդու բարոյական սկզբունքներ ուր որալ դարավ կյանքսիկ Աննայև մնաց մեծ մարդասեր ու ծարայասեր ոչս էլ չգիծող հատկապես եւ հարցը գվերապերեր քիրք ու քրագանության որոնց չադակով եղավ ու մնաց կյանքի իր մինչև իր կյանքի վերջին օրերը Սակոին քրիչը մնաց միշտ լրակրող վերլուծապանի քրիչ որ իր ամենեն արագ ընթերցողի բացարիք կարողության ավելնալով իր տիբուկ այնքան խոր հոտվածներով միայն հիացում կպատճառեր բոլորիս
Հաջախալ չեր վարաներ սրծավորեն դրսևորելու իր սրտնեղությունը, երբ իր հոդվածները ուշացումով լույս կտեսնեին թերթի մեջ, թեկուզ հարկելի պատճառներով։ Ժամանակավրեպ եղավ, արդեն նոր մկրեցի եւ ղրգեցի, գմրտմրտար այսպիսի բարականերով։ Ափսոս, որ հայ մամուլի էջերում մեջ ընդմիշտ պիտի բացակային սակոյին հայկական, ազգային, պատմական հարցերու, միջին արևելյան երկիրներու եւ միջազգային քաղաքականության զանազան երեսներուն վերաբերող հոդվածները եւ հանրային մեծ ընտանիքը շահակրկրող իրադարձությունների եւ անմիջական հարցերու մասին իր քննարկումները ու իրեն հատուկ ոճով արձագանքները եւ դակավին ինչեր պիտի գրերան այս օրերու հայրենական թե միջազգային եղելություններու մասին։ Սիրելի Սակո, դժվար է բնորոշել բազմաշնոր մարդու հատկանիշներդ եւ պատկառելի ներդրումդ թե իբրև էությամբ դաստիարակ, թե իբրև ճշմարտաշպան խիզախ հրաբարակակիր, թե իբրև անխոնջ մտավորական սահմանափակ տողերու մեջ։ Սակայն ընդունիր այս տողերը իբրև փունջ մծաղիկ։ Այն հույսով, որ օրմը քու լրագրական հոդվածները կամ անդիպ վաստակդ, երբ լույս տեսնե հադորովմը, պիտի ըլլա ամենեն պուրումնավետ խունգը և անմար մոմը հիշադակիտ։ Քեզի շատ պիտի պնդրենք, սիրելի Սակո։ Իմ բանջարս կողանջարինը վնաս չէ, վնաս չէ։ Դու քաղաքացի ես գեղագանցի, իմ բանջարս կողանջարինը վնաս չէ, վնաս չէ։ Ես խսիր եմ գործում, դու ընդիր գորգեր, իզուր ես նեղանում ինձնից մարդ ընգեր, ես ներեմ լծել, դու նշույքցի էր, սայլաբանս կարավանի դվնաս չէ, վնաս չէ։ Ես ներեմ լծել, դու նշույքցի էր, Սայլաբանս կարավանի դվնաս չէ, վնաս չէ։
սրտով արգում եմ բադվով ջիվանի դու միամիտ եղիր գնա քո բանի նա չի կարող հասնել այն աստիճանի խելչ բլուրս բարձր սարի դվնաս չէ վնաս չէ նա չի կարող հասնել այն աստիճանի խելչ բլուրս բարձր սարի դվնաս չէ վնաս չէ